Ազատազրկում 2 տարի ժամկետով։ 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել arczepiskopos Աջապահյանը վիրահատության կարիք ունի։ Նրան հետազոտելուց հետո եզրակացրել են առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող քրեակատարողական բժշկության կենտրոնի բժիշկները։ Սա պարզ դարձավ 3 ուշ երեկոյան, երբ Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը հրապարակեց կենտրոնին ուղղված իրենց դիմումների պատասխանը։ Խորհուրդ է տրվել պլանային վիրահատություն, բացատրվել վիրահատական միջամտության կազմակերպման կարգը, առաջարկվել է վիրահատությունը կազմակերպել պետության կողմից երաշխավորված անվճար եւ վարտոնյալ պայմաններով, որից Աջապահյանը հրաժարվել է։ Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում, որ իշխանության զավթման կոչի մեղադրանքով դատապարտված Սրբազանին վիրահատություն է անհրաժեշտ, 3 բարձրաձայնել էր ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Անհապաղ վիրահատության կարիք։ Դրան հաջորդել էր արդարադատության նախարարի պնդումը, թե համապատասխան դիմում չեն ստացել։ Ստանան որևէ խոչընդոտ չի լինի, որ Միքայել Սրբազանին տրամադրվի անհրաժեշտ բուժօգնությունը։ Այն դիմում, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել, եւ ես հանձնարարել եմ, որպեսզի եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանը այսօր կմոտենա տեղում իրեն եւ դիմումը կվերցնի եւ կներկայացնի ՊՕԱԿ-ին։ Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանի հրապարակած փաստաթղթից սակայն պարզ է դառնում։ Պաշտպաններն առնվազն 3 դիմում ներկայացրել են քրեակատարողական բժշկության կենտրոն։ Ընդ որում առաջին դիմումն ուղարկել են հոկտեմբերի 29-ին, հետո նոյեմբերի 6-ին եւ 10-ին։ Արդեն նոյեմբերի 28-ին ստացել են պատասխան, որով Սրբազանին առաջարկել են վիրահատվել պետության միջոցներով։ Այդ ՊՕԱԿ-ի տնօրենը պատասխանել է մեզ, ընդ որում միայն գրելով, որ Միքայել Սրբազանը հրաժարվել է անվճար բժշկական օգնությունից։ Մյուսդեռ մենք եւ մեր դիմումներով եւ ամենասկզբնական դիմով խնդրել ենք, որ Միքայել Սրբազանի հաշվին վիրահատությունը կազմակերպվի հենց Իզմիրլյան բժշկական կենտրոնում։ Իմ տեղեկություններով Միքայել Սրբազանին այդ ՊՕԱԿ-ից եկել են, տեսել են եւ նրան առաջարկել են որևէ այլ հիվանդանոցում իր վիրահատությունը կազմակերպի, միայն Իզմիրլյան բժշկական կենտրոնում չեն ցանկացել։ Մյուսդեռ Միքայել Սրբազանը ունի այնտեղ բժիշկ, ախտորոշումն անցել է հենց այդ կենտրոնում եւ իր բուժման գործընթացը կազմակերպվել է հենց այդ կենտրոնում։ Արա Զոհրաբյանի խոսքով երկրորդ ամիսն է Սրբազանի այս խնդրանքն անտեսված է։ Զոհրաբյանի համար հասկանալի չէ, թե նախարարն ինչ նկատի ունի, երբ ասում է, ըստ սահմանված ընթացակարգի դիմում չի ներկայացվել։ Մեզ օրինակ չեն մերժել ասելով, որ մերժում ենք ձեզ, որովհետեւ այս պայմանը չի ապահովել, կամ այն պայմանը պետք է լիներ, կամ այս փաստաթուղթը պետք է լիներ։ Մեզ ուղղակի ըստ էության մեր հիմնական խնդրանքից իրենք խուսափել են պատասխանել կամ բավարարել, ուղղակի նշելով, որ անվճար բժշկական օգնություն են առաջարկել, ինչից Միքայել Սրբազանը հրաժարվել է։ Իշխանության սուր քննադատ բարձրաստիճան հոգևորականի պաշտպանական թիմը բանտարկվածների առողջությամբ զբաղվող պետական կառույցի կեցվածքը մտահոգիչ է որակում։ Արա Զոհրաբյանն այսօր պնդեց Միքայել Սրբազանի նկատմամբ խտրական վերաբերմունք են դրսևորում։ Այլապես հարցին լուծում տալու իրենց ջանքերը արդեն երկրորդ ամիսն է ապարդյուն չէին մնա։ Վերջին նամակագրությունը եթե նայենք, երկրորդ նամակագրության շարքին, իրենք 1 ամիս հետո են դրան պատասխանում եւ հստակ պատասխանը չեն տալիս։ Ասեն ուղղակի անվճար բժշկական օգնությունից հրաժարվել է, բայց մենք իրեն անվճար բժշկական օգնության համար չենք էլ դիմել։ Ինչ կապ ունի դա։ Սա էլ է խոսում, որ հստակ խտրական վերաբերմունք է Միքայել Սրբազանի նկատմամբ։ Արդարադատության նախարարությունից Ազատությանը փոխանցեցին Միքայել arczepiskopos Աջապահյանին այցելել են քրեակատարողական հիմնարկի աշխատողներ եւ ներկայացրել, թե անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար ինչ ընթացակարգ է գործում եւ ինչպես պետք է դիմել։ Դրանից հետո քրեակատարողական բժշկության կենտրոն արդյոք նոր դիմում ներկայացվել է։ Այս ՊՕԱԿ-ից ճշտել չհաջողվեց։ Սրբազանի պաշտպաններն այժմ քննարկում են իրենց հետագա քայլերը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պաշտպանների արդարադատության նախարարի եւ մյուս պաշտոնյաների հայտարարությունները համադրելով կարծում է. Սրբազանին բուժօգնության տրամադրումը պետական մարմինները միտումնավոր են ձգձգում։ Նույնիսկ իր փաստաբանը չէր ասել առողջական վիճակի մասին, նա ասեց, որ պետք է բժիշկ ասի, բայց արդարադատության նախարարը առանց բժշկի որևէ գնահատականի ասում էր, որ նա ծայրահեղ վիճակում չի։ Եվ ի վերջո նա ստում էր ասելով, որ դիմում չեն ստացել։ Ցանկություն չունեն բուժօգնություն ցույց տալու կամ իրենց քմահաճույքով է, նախարարի կամ իրեն թելադրողի քմահաճույքով է այս ամեն ինչը լինելու, եթե ընթացք տան բուժման։
2025 թվականին քրեակատարողական հիմնարկներում մահվան 23 դեպք է գրանցվել։ Իրավապաշտպանի գնահատմամբ բանտերում կալանավորներն առհասարակ պատշաճ բուժօգնություն չեն ստանում։ Պատկերացրեք, որ այսպիսի վիճակ է ցանկացած կալանավորի հետ։ Այս աղմկահարույց գործով, հանրության ուշադրության կենտրոնում գտնվող գործով, եթե իրենք բացահայտ ստում են եւ բացահայտորեն ձգձգում են տարբեր պատճառաբանություններով, պատկերացրեք մյուս կալանավորների հետ ինչ է կատարվում։ Արդարադատության նախարարը 3 չէր հերքել, բանտերում մահվան դեպքերով մտահոգված են, բայց հարկ էր համարել ընդգծել։ Դրանք առավել շատ են եղել 2014-ից 16 թվականներին։